Շարպաթյանների ընտանիքը ծանր փորձությունների միջով է անցնում։ Ընտանիքի կերակրող ձեռքը Մովսեսն է, բայց դատավոր Կարեն Ֆարխոյանը աչք փակեց դրա վրա եւ եւս 3 ամսով երկարաձգեց նրա կալանքի ժամկետը։ Մայրը նեղսրտած է, այն էլ այսքան ծանր հանցագործություն որդուն խաթարել անմեղ ձագերի հոգեվիճակը, առանց այդ էլ 4-ամյա Անահիտը չափազանց զգայուն է դարձել, հոր հետ կատարվածից հետո հրաժարվել է խմբակներից, սեպտեմբերից չի հաճախում նաև մանկապարտեզ։ Ստիպված ընտանիքը հաշտվել է դրա հետ, քանի որ փոքրիկ Անահիտը հոր բացակայությունից հետո դարձել է ինքնամփոփ, լացում է կես բառից, երբեմն անհաղորդ է դառնում իր համար ջանքերի ու բարի էմոցիաների նկատմամբ։